Ես միացրի։ Հիմա գտնվում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դիմաց, այստեղ քննչական բաժնում Արեգնաս Մանուկյանը հենց նոր դուրս եկավ հարցաքննությունից։ Արեգնաս, ինչ էին ասում։ Դու սպասում էիր իմիջիայլով։ Ես դե վաղուց էի սպասում, հրապարակային հայտարարություններ արել էի, բայց փաստորեն մի քիչ ավելի երկար տևեց այս ամեն ինչը եւ հասկանալի է նաեւ ինչու հենց այսօր առավոտյան, որովհետեւ գիշերային այդ այսպես ասած ձայնագրությունից հետո բնական էր, որ պետք է մի այսպիսի շոու բեմադրվեր թեման շեղելու համար, նաեւ թիվ 1 այսպես ասած հրահանգիչը, ապօրինի հրահանգիչը հրապարակային հայտարարություններ արել էր բազմաթիվ անգամներ, սպառնալիքներ էր հնչեցրել իր դիմախոսների նկատմամբ, քրեական հետապնդում իրականացնելու հրապարակային հայտարարություններ էր արել եւ բնական էր, որ այսպիսի հետապնդումներ պիտի իրենք շարունակեն ու այլ ավելի մեծ թափով անեն, որովհետեւ մենք տեսնում ենք թե ընտրություններում ինչ արդյունքներ են արձանագրվել, տեսնում ենք, որ իրենց բաղձալի ձայները իրենք չեն ունեցել եւ հիմա ամեն ինչ նաեւ անում են, որպեսզի ապօրինի կերպով Բարգավաճ Հայաստանին դուրս մղեն այս ընտրական պայքարից եւ ընդհանրապես ազգային ժողով մտնելու իրավունքից, բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում, հետեւաբար շատ բնական էր, որ իրենք պետք է այսպիսի մի շոու բեմադրեն եւ հենց այսօր առավոտյան գային մեր բնակարան։ Իհարկե այս անգամ ժամը 7-ին չեկան, երևի ընտրությունները ամսի 7-ի անցել են։ Սիմվոլիզմը չեն պահել։ Սիմվոլիզմը չեն պահել, մի քիչ ժամանակային տարբերություններ տրվել։ Կարող եմ ասել, որ ես մեր բնակարանում իրականացված այդ խոզարկություններ, քննչական գործողություններ ինչ էր, ես դա համարում եմ անօրինական, որովհետև Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ լինելով, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով падգամավորությամբ գտնվում եմ, հետևաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պետք է հաղթահարված լիներ այդ թույլտվությունը մեր տանը խոզարկություն իրականացնելու, այդ թույլտվությունը ԿՀ-ի կողմից չկար, որովհետև ԿՀ-ն շատ ավելի լուրջ նկարչությամբ է զբաղված այս պահին ու այսպիսի հարակից բաներով իրեն չի կարողանում ծանրաբեռնել օրենքին հետևելու քայլերով։ Ինքներդ նաև առավոտյան տեսաք, թե ինչ տեղի ունեցավ, ձայնագրությունը կա, ես հասցրեցի մի փոքր միացնել լայվը, իհարկե իրենք չէին թույլ տալիս, որպեսզի նկարահանումը իրականացնեն, վերջում ստիպված անջատեցի, որ գոնե այն ինչ կարողացել էի արձանագրեի, դա առնվազն հասցնեի հրապարակել, որովհետև հետո հեռախոսը ինձանից արգրավեց։ Թևանյանի գործով էր, չէ՞, Արեգնաս։ Ես ինչ կարգավիճակում եք տվել երկրիչական գաղտնիք չհրապարակելու մասին, հետևաբար կաշկանդված եմ շատ բան ասելու, կարող եմ ասել ձեզ հայտնի գործի շրջանակներում, բոլորին պարզ է թե ինչ գործի շրջանակներում է այս ամենը, եւ այո, մանավանդ որ քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես եկել է եւ նաեւ կարող եմ ասել, որ ես այս պահին առնվազն մեղադրյալի կարգավիճակ չունեմ, սահմանափակվենք այսքանով, այլ տեղեկություն ես չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որովհետեւ կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը իշխանության տարբեր ներկայացուցիչներ, հրապարակային բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել, հայտարարել են, որ քրեական հետապնդումների են ենթարկելու իրենց ընդդիմախոսներին, նաև այս պահին ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, ով Նիկոլ Փաշինյանի թիվ 1 գաղափարաքաղաքական ընդդիմախոսներից մեկն է, եւ նախընտրական շրջանում նրան մեկուսացնելու խնդիր ուներ Նիկոլ Փաշինյանը, ինչը եւ արել է, հետեւաբար ես սա համարում եմ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Ես ակնկալում եմ, որ այդուհանդերձ միջազգային կազմակերպությունները վերջ կտան իրենց այս համր ձկան կարգավիճակին եւ լռությանը, ի վերջո ուշադրություն կդարձնեն, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում Հայաստանում, որովհետեւ մեծ հաշվով իշխանության բռնազավթում կարող է սա որակվել, այսպես բացահայտ իրենք չեղարկում են երկու ընտրատեղամասի արդյունքներ, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ ձայներ է հավաքել, հետևաբար նաև զրկվում է ազգային ժողով անցնելու այդ իրավունքից։ Նաև այս քրեական հետապնդումները, նաև այս սպառնալիքները, նաև այս բռնաճնշումները, հետապնդումները, այս դատապարտի մի խոսքով, այս ամեն ինչը պետք է արձագանք ստանա։ Ես ակնկալում
նկատում եմ նաև որ այսպիսի բազմահազարանոց բաներ ունեին, չէ՞, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Որտեղ են այս պահին այդ կանանց իրավունքները։ Հետո մենք դատախազնեկին, արդարադատության նախարարն եկին, Մարդու իրավունքների պաշտպանը, մենք բան ենք անում, հա, այսպես կանանց բարձրացնում են։ Այսօր պատգամավոր են նաև նախկինում Նաև կանանց բացի իրավունքների նրանից, որ ես քաղաքական գործիչ եմ, բացի նրանից, որ ես պատգամավորության թեկնածու եմ, ես նաև կին եմ։ Հետևաբար ես ակնկալում եմ, որ այդ կանանց իրավունքներով զբաղվող այդ հասարակական կազմակերպությունները եւ մեր պետք է այստեղ լինեին այս պահին։ Այստեղ էլ թող չլինեն, բայց գոնե դատապարտող հայտարարություն։ Արեգնաս, եթե նիկոլական լինեիր, իրանք ստեղ կմնային։ Նիկոլական չես, հետևաբար ստեղ չեն, իրանք այդքան լուրջ չվերաբերվենք։ Հետևաբար, եթե բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որ ես երբևէ նիկոլական Դե դրա համար չարժե ակնկալել Պաշտպանություն։ Նշեցեմ, որ այսօր ժամը 1-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաք կա այս տրագերտիկների թեմայով։ Ես քանի որ իզոլացված եմ եղել այս ընթացքում տեղեկատվությունից, որովհետև նշեցի, որ իմ հեռախոսն են նաև առգրավել, ես առաջարկում եմ, որպեսզի այստեղից միասին, ես չգիտեմ, ժամը քանիսն է, միասին մենք գնանք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ շարունակենք մեր քաղաքական պայքարը, հարգելի հայրենակիցներ։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք լռում ենք, քանի դեռ այսպես, հա, ոտը կախքցած ինչ որ կիսագործողություններ են անում, վճռական քայլերի չենք դիմում, խոսքը քաղաքական քայլերի մասին է, հա, ես էլ նշեմ, որ հետո չասեն ինչ որ այլ կոչեր են հնչեցնում, միակ նոր բան, պետական սահմանադրական կարգի տապալում եւ այլն։ Օրենքով սահմանված յուրաքանչյուր քաղաքական գործողություն մենք պիտի իրականացնենք, որպեսզի օր առաջ ձեռքազատվենք այս իշխանություններից, որովհետև սրանք չեն հանգստանալու։ Սրանք օգտվելու են մեր լռությունից, սրանք օգտվելու են չակերտավոր մեր թուլությունից, մեր կիսաքայլերից եւ ավելի ուժգին քայլերով են անցնելու բռնաճնշումների, բռնությունների եւ քաղաքական հետապնդումների։ Հետևաբար ես կոչ եմ անում բոլորին, այսօր ժամը 1-ին ասացիք, այսօր ժամը 1-ին բոլորին հավաքվել կենտրոնական ընտրական հանձնաժողով, հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են, օրինակ կոնկրետ Բարգավաճ Հայաստան, ինչու՞ չէ, նաեւ մյուս Արդեն կապ չունի ում են ձայնը տվել։ Այո, պետք է հավաքվենք եւ տեր կանգնենք մեր իրավունքներին, մեր ԿՎ-ին եւ մեր երկրում ապրելու իրավունքին։ Շնորհակալություն ձեզ, որ պայքարում եք։ Մանուկյաններ, քննչական կոմիտե, ինչա կոչվում։ Քննչական բաժին։ առանձնապես ծանր Հանցագործություն։ Առանձնապես ծանր հանցագործ Արեգնաս Մանուկյան։ Ես առանձնապես հանցագործությունների Սիմվոլ է ստարել։ Նիկոլի Հայաստանում այդ կարգավիճակը ունենալը միայն պատիվ է։ Ավարտում ենք ժամը 1-ին կենտրոնական ընտրական։ Միացեք, որ փոխենք ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին։ բոլոր Այո։ ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Հաշողն պիտի հեռացնեն, դրանք պիտի գնդակահարեն։